իմ սիրելի կենթանի հավատք եկեղեցուն, կարող եք տեղավորվել։ Դուք իրոք մեր ընտանիքն եք, մեր on-line դիտող։ Մենք բոլորս մեկ ենք Տիրոջ մեջ։ Մենք բոլորս կապված ենք անտեսանելի թելերով։ Մենք կարող չենք տեսնում այդ թելերը, բայց միևնույնն է, մենք կապված ենք իրար հետ։ Գիտես, կարող դու քեզ քո կողքինը դուր գա կամ չգա, դու հավանես իր բնավորությունը, արտաքինը, կամ չհավանես, միևնույնն է, դու կապված ես այդ մարդու հետ անտեսանելի թելերով։ Ու այստեղ մի բան կա, որ դու պիտի սիրես։ Բոլորին պիտի սիրես։ Մի հատ խոսք եմ ստացել, ու այդ խոսքը ես գիտեմ, որ առաջինը ինձ է վերաբերվում։ Գիտեմ, որ իմ մասին է, բայց խնդրում եմ, եթե խոսքի ընթացքում ինչ-որ բան կհիշես կողքինիդ, կասես, այ եսի իրա մասին է, հենց այդ պահին թող Սուրբ Հոգին քեզ հիշացնի, որ չէ, ինքը իրանը կվերցնի, դու կենտրոնացի քո վրա, որ սա քո մասին է, իմ մասին է։ Գիտեք, Տերը խոսած հասունության մասին։ Խոսքիս վերնագիրն է հասունություն։ Ուզում եմ խոսենք հասունության մասին։ Ինչ է հասունությունը, ոնց է գալիս հասունությունը և մեզ ուր է տանում հասունությունը։ Հասունությունը ինքը մի վիճակի փոփոխությունն է, մյուս վիճակի։ Ինքը տեսանելի և անտեսանելի կողմեր ունի։ Գիտեք, անգամ հոգևոր հասունություն, մենք ֆիզիկական հասունություն կա և կա հոգևոր հասունություն։ Ֆիզիկական հասունությունը տեսնում ենք երեխու տարիքի մեջ, մարդու տարիքի մեջ, գիտելիքների մեջ, փորձառությունների մեջ, չէ, փորձառությունն էլ է մեզ որոշակի գիտելիքներ է տալիս։ Եվ կա հոգևոր հասունություն։ Ոնց է գալիս հոգևոր հասունությունը։ Ինչ է տալիս մեզ։ Հոգևոր հասունությունը դու կարող ես տարիներով եկեղեցի գաս, բայց չունենաս հոգևոր հասունություն։ Դա երաշխիք չի, որ դու ունես հասունություն։ Դա երաշխիք չի։ Հասունությունը մի հատ վիճակ է, որ քեզ քո մանկությունից հանում է պատանեկություն, նույն այդ ոնց որ ֆիզիկականում է երևում, նույն ձև հոգևոր աշխարհում է երևում հոգևոր հասունությունը։ Կարող դու գաս տարիներով, բայց քեզ էդի հոգևոր հասունություն չապահովի։ Մի հատ բան ասեմ, խնդրում եմ մինչև վերջ ուշադիր լսեք, որ հանկարծ սխալ չհասկանաք։ Կարող է դու օրերով աղոթես, դու ունենաս հստակ աղոթքի կյանք, դու ունենաս հստակ ընթերցանության կյանք, ունենաս հայտնություններ, ունենաս ծառայություն, բայց էլի չունենաս հոգևոր հասունություն։ Էսի միտքս չի վերջացել։ Չեմ ասում, որ դրանք պետք չի։ Գիտեք երբ է գալիս հոգևոր հասունությունը, երբ որ դու ունես ընթերցանության կյանք, երբ որ դու ունես աղոթքի կյանք, երբ որ դու ունես հայտնություններ, ծառայություններ և միևնույն ժամանակ աշխատում ես քո բնավորության վրա։ Այ այստեղ գալիս է հոգևոր հասունությունը։ Առանց այս մեկը մյուսի ոչ մի բան չի լինում։ Դու չես կարա մենակ աղոթքով հոգևոր հասունություն ունենաս։ Մենակ ընթերցանությամբ հոգևոր, կամ մենակ ես ծառայում եմ այդ հերիքը, չէ, հերիք չի։ Ես հայտնություններ եմ ստանում։ Հարց որտեղից ես ստանում։ Ումից ես ստանում այդ հայտնությունները։ Որտեղից եկավ այդ հայտնությունը։ Եկեք բացենք առաջի Կորինթացիների 2:14 համարը։ Ասում է, բայց շնչավոր մարդը Աստծու հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար
Եվ չի էլ կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում։ Գիտեք, մինչև դու քո շնչի վրա չաշխատես, շնչավորը հետ չգնա գա հոգևորը, դու չես ունենա հոգևոր հասունություն։ Ասում է հոգևոր մարդը, շնչավոր ասում է մարդը, Աստծո հոգու բաները չի իմանում։ Երբևէ տեսել եք կամ ձեր հետ պատահել է, որ ձեզ հանդիմանեն, կամ ինչ որ մի բան ասեն ձեզ, ու գա նեղացկոտություն, գա, չգիտեմ, ինչ որ բաներ, նեղվածություն, չգիտեմ ինչ, գայթակղություն, ես գայթակղվեցի։ Գիտես, ասեմ, որ դու շնչավոր ես մտածում, շունչն է խոսում քո մեջ, երբ որ գա հոգևոր հասունություն, ոչ մի հանդիմանություն քաղցր չի առաջի պահին, Տիրոջ խոսքն է ասում, քաղցր չի, ինձ էլ որ մի բան ասում են, ես էլ եմ նեղվում, բայց գիտեք որն է հասունությունը, քեզ ինչն է տանում հասունության, երբ որ գնում ես տուն, ու նստում մտածում ես, ոչ թե ասում ես դու տեսար դրան, էդի ով է որ ինձ չգիտեմ ինչ ասի, այո, կան մարդիկ, որ իրավունք չունեն հանդիմանելու, ամեն մեկին տրված չի դա, դրա համար կան մարդիկ, Տերը դրել է իր համար մարդիկ, որ խոսա այդ մարդկանց, ամեն մեկը պետք է իմանա իր տեղը, բայց հոգևոր հասունությունը իմ ու քո վրա գալիս է, երբ որ գնում ենք ու մտածում ենք, ասում եմ ինչ չեմ արել, երբ որ դու ինքդ քեզ քննում ես, ինքդ քեզ վերլուծում ես, ու ասում ես, հա ճիշտ է, դու թեկուզ դու քո մեջ հոգուտ խորքում որ ընդունես, որ դու սխալ ես, կամաց, քայլ առ քայլ, կգա հոգևոր հասունություն քո վրա, իմ վրա։ Գիտեք, բաներ կա, որ Աստված կարաս ապաշխարես ու Աստված վերցնի, այդ բնավորությանը, գիծը մի անգամից ազատվես, ազատագրում ապրես, բայց բաներ կա, որ պետք է աշխատեմ ես դրա վրա, ես ասում եմ, ես նեղացկոտ եմ եղել, բայց հիմա փառք Հիսուսին, ես այլևս նեղացկոտ չեմ, խռով կանչեմ, կարես ստից բանից նեղանայի, խռով էի, բայց ես էդի տարիներ ա տևել իմ համար, տարիներ ա տևել, ինչքան եմ աղոթել, Տեր օգնի ինձ, որովհետև ես չեմ կարում դրանից ազատվեմ, օգնի ինձ, խանգարում ա ինձ, ես գիտեմ, որ էդի խոչընդոտ ա իմ հոգևոր աճի համար, մտածի ինչ ունես, ինչն ա խանգարում քեզ, մենք մեզ լավ գիտենք, ես կարամ ցույց չտամ, դու չիմանաս իմ բնավորությունը, բայց ես լավ գիտեմ ես ինչպիսինն եմ, ու երբ որ մեզ հանդիմանում են, եկեք հոգևոր նայենք ես ամեն ինչին, ում համար են հանդիմանում, եթե ես ըտենց իմ բնավորությամբ ես երկինք չեմ հասնի, եթե դու ամեն օր չաշխատես քո բնավորության վրա, եթե ինչ-որ մի բնավորություն, կարող է դու ալարկոտ ես, դրա մեջ էլ մեղք կա, աշխատի քո վրա, աշխատի թող այդ հոգին գնա քո վրայից, հեշտ չի մի անգամից արթնանալ ու ես այլ ալարկոտ չեմ, այլևս ու սենց առույգ, անես այն ինչ որ դու պիտի անես, դժվար է, ճանապարհ է, բայց պետք է աշխատենք, եթե ուզում ես հոգևոր հասունություն, պետք է աշխատես, հասունության համար հավատքել է պետք, որովհետև այս աշխարհը այնքան այն Եգիպտոսի ժամանակների նման այնքան է ավելացել աշխատանքը, հոգսերը, այն որ ավելացնում է փարավոնը, ճկռում ես տակը, չգիտես որ անես, աշխատանքը, տունը, երեխեն ես մեկը, այն մեկը,
Բայց այս ամեն ինչի մեջ հավատքա պետք բռնի Հիսուսի ձեռքից ու գնա։ Առաջի Կորինթացիների 3-ի 1-3 համարներում ինչ է ասում։ Եվ ես եղբայր չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսումը։ Տեսեք, չի ասում, որ դուք Քրիստոսի մեջ չեք, ասում է Քրիստոսի մեջ եք, բայց ասում է չեմ կարում ձեր հետ հասուն մարդկանց նման խոսամ։ Դուք ձեզ երեխու նման եք պահում։ Կաթ խմեցրի ձեզ և ոչ թե կերակուր։ Հիմա որ ներողություն էլի, ին վրա օրինակը բերեմ, եթե դուք տեսնակ ես շշով կաթ եմ ուտում սոսկայով, ինչ կանեք, կծիծաղեք ին վրա։ Ես շատ ծիծաղելի կլինեմ, որովհետև նայեք իմ տարիքին ու նայեք իմ շշին, բայց եթե դուք նորածին երեխա տեսնակ կաթի շշով, դուք երբեք չեք ծիծաղի։ Ձեր համար տարօրինակ չի լինի դա։ Նույնը մենք ենք։ Մենք չենք կարող 10-20 տարի գանք Տիրոջ տուն, լսենք Տիրոջ խոսքը, կարդանք, աղոթենք, հայտնություններ ստանանք, ծառայենք ու հլը կաթ ուտենք։ Չենք կարա։ Չենք կարա, ուղղակի չենք կարա։ Հասունություն է պետք։ Ասում է, որովհետև տակավին չէիք կարող, կաթ պետք է ուտեիք, հաստատուն կերակուր չէիք կարա ուտեիք, որովհետև տակավին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող։ Այն ժամանակ նորմալ էր, որ չէիք կարող, երեխա էիք, բայց հիմա մեծացել եք արդեն։ Ասում է, հիմա արդեն ամոթ է։ Որովհետև տակավին, ասում է, հələ ձեր մեջ նախանձ և կռիվ և բաժանումներ կան ձեզանում, չէ որ մարմնավոր եք և մարդկորեն եք վարվում։ Ում մեջ կա նախանձ, ոչ մեկ չի կանգնի ասի, գիտեք, ես նախանձ եմ։ Ոչ մեկ չի ասի։ Ամեն մեկից որ հարցնեն, ասեն դու ինչպիսի մարդ ես, թե ես լավ մարդ եմ, դե ես սենց եմ, դե ես նենց եմ, ես բարի եմ, ես բարի գործեր եմ անում, ես օգնում եմ բաներին, կարիքավորներին, ես էս եմ անում, ես են եմ անում, մենք մեր լավ կողմերն ենք սենց ընդգծում։ Ոչ մեկ չի կանգնի ասի, գիտեք, ես նախանձ եմ, սրտումս նախանձ ունեմ, չեմ ասում անընդհատ, կարա պահի տակ ինչ որ բան լինի, որ քո մեջ էդի արթնանա։ Կարա լինի, մենք մարդ ենք, բայց մենք պետք է աշխատենք մեր վրա։ Գիտեք, եթե ես տեսնամ իմ քույրը ինչ-որ կամ եղբայրը ինչ-որ լավ բանի է հասել, չգիտեմ, աշխատանք կլինի, ֆիզիկական ինչ-որ ձեռքբերումներ կլինեն, ֆինանսական ձեռքբերումներ կլինեն, ես ոնց կարձագանքեմ։ Կասեմ, հա դե, ձեզ ինչ կա, սենց, ոնց դու ինչ արձագանք կտաս, թե կուրախանաս, կասես փառք Տիրոջը, որ տեսնաս մեկը վատ վիճակում է, քո քույր եղբայրներից, կասես, այ տենց, լավ եղավ դրան, քիչ եղավ, հասնում էր իրան, թող այ տենց քիթը քսվի գետնի, որ իմանա, թե կասես ինչ անեմ, որ բարձացնեմ, հասունություն է պետք ինձ ու բոլորիս, Տերը մի բան է խոստացել, նոր մակարդակ է խոստացել մեզ, նոր բան է խոստացել, բայց եթե մենք հլը շարունակենք կաթ ուտել, էդի չի գա մեր կյանք, էդի չի գա մեր կյանք, ասում է ձեր մեջ դեռ ասում է նախանձ կռիվներ ու բաժանումներ կան, եկեք ամեն մեկս ոչ թե նայենք ասենք, հա, այս մեկը սրա հետ ոնց որ լավ չի, չէ, դու քեզ նայ, դու բոլորի հետ, նորմալ է քո հարաբերությունները, կռիվներ կա ինչ որ մեկի հետ, նախանձ կա, բաժանում կա, այս մեկն է որ չլինի ոչինչ, չէ, ոչինչ չի, բոլորն են կարևոր, Տերն ասում է խոտան բան չկա իմ ստեղծածների մեջ, Էդի մենք ենք պիտակավորում մարդկանց, լավ ու վատ անում, բայց Տերը չի անում։
Եվ ոնց է գալիս հասունությունը։ Հասունությունը գալիս է քայլ առ քայլ։ Գիտեք, ավելի լավ է դու փոքրիկ քայլերով առաջ գնաս, քան թե նույն տեղում մնաս։ Գիտեք, մի հատ բան եմ առել սրտումս, որ ֆիզիկական տարիքի մեջ երևում է մեր հասունությունը։ Հոգևոր հասակի մեջ, հոգևոր հասունության մեջ, եթե դու հասունացում չես ապրում, հակառակ պրոցեսն է գնում։ Դեգրադացվում ես, հեռանում ես Աստծուց։ Դեգրադացիա ես ապրում։ Ես հավատում եմ, որ ոչ ոք այստեղ չի գալիս, որ հետ գնա, բոլորս գալիս ենք առաջ գնալու համար։ Բայց առաջ գնալու առաջի նախապայմաններից է, առաջնահերթություններից է բնավորությանդ վրա աշխատելը։ Քո վրա աշխատելը, բամբասում էր, մի բամբասի։ Սխալ ես տեսնում, մի քննադատի, դատավոր չես դրված, աղոթի այդ մարդու համար։ Մենք այստեղ իրար կողք ենք իրար բարձրացնելու համար։ Ոչ թե իրար վրա ինքնահաստատվելու համար, որ ցույց տան, որ ես ավելի լավն եմ, քան դու, չէ։ Մենք բոլորս Տիրոջինն ենք, ու ամեն մեկս հատ առ հատ Տիրոջ աչքի լույսն ենք։ Դու մի որոշի ինքը գա եկեղեցի, թե չգա, ինքը արժանի է, թե արժանի չի։ Եթե Տերը իրան դրել է այդտեղ, ուրեմն Տերը արժանացրել է։ Բայց իրանից էլ հասնում է փոխվել, աճել, հասունանալ։ Ինքնամաքրման պրոցեսը հեշտ չի, ասեմ ձեզ, ցավոտ է, շատ ցավոտ է, որովհետև դու դուրս ես գալիս ինքդ քո դեմ, դու պայքարում ես ինքդ քո հետ, գիտես կարաս դիմացինին, ասես դե լավ, մի որոշ ժամանակ մի քիչ էնյան գնամ, թող մի հատ հասկանամ ինչ եմ անում, ոնց եմ անում, նոր շարունակեմ իմ հարաբերությունները, մի հատ ինքս վերագտնեմ ինձ, բայց երբ որ դու քո հետ ես պայքարում, քեզանից փախնելու տեղ չունես, դու քեզանից փախնելու տեղ չունես։ Մի հատ տեղ կար, ասում եմ, որովհետև, մի տեսնեմ կգտնեմ, ասում եմ, Հիսուս ամեն փորձության, ասում եմ, ամեն փորձություն անցավ, ու ասում եմ, հիմա ինքը ձեր հետ է։ Եթե դու փորձության միջով ես անցնում, փորձություններ կլինեն, երբ որ դու քո վրա աշխատում ես, նեղացկոտ ես, այնքան քեզ կնեղացնեն, մինչև դու փոխես բնավորությունդ, բայց Հիսուսն է քո հետ, բայց Հիսուսն է քո հետ։ Համառ ես, անիմաստ համառություն կա, համառությունը լավ բան է, ասում եմ, համառներին է երկնքի արքայությունը, բայց մի տեսակ հիմար համառություն կա, որ էդի վնասում է և քեզ և կողքիններին։ Եթե դա քեզ խանգարում է, դժվար է, դու այնքան կբախվես դրան, մի ընթացք կար իմ կյանքում, ես իմ վրա եմ օրինակը բերում։ Ինչ որ անընդհատ ընկնում էի նույն մարդկանց հետ հարաբերություն, նույն իրավիճակի մեջ էի հայտնվում։ Ու ասում էի, ինձ թվում էր ես այնքան լավն եմ, ոնց կարող տենց լինի, ախր ես ճիշտ եմ վարվում, մինչև որ հասունություն եկավ, այդ իմ մինչև ապաշխարելը կյանքում, հասունություն եկավ մոտս, հասկացա, որ էդի ոչ թե մարդկանցից է, որովհետև հեշտ է մարդկանց վրա գցելը, հասկացա, որ ինձանից է, ու երբ որ ես իմ մոտեցումները փոխեցի, իմ վերաբերմունքը փոխեցի, փոխվեց ամեն բան իմ շուրջը, ես այլևս նման իրավիճակների մեջ չեմ ընկնում։ Եթե դու նեղացկողը տես, քեզ անընդհատ նեղացնելու են։ Եբրայեցիների 5-12-14 համարները։
Ասում եմ, որովհետև ժամանակին նայելով պիտի վարդապետներ լինեիք։ Կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ են Աստծո խոսքերի առաջին նշանագրերը և կարոտողներ եղաք կաթի և ոչ թե հաստատ կերակուրի։ Որովհետև ամեն ով որ կատնակեր է, անհմուտ է արդարության խոսքին, որովհետև տղա է, այստեղ երեխայի իմաստով է ասում, որովհետև երեխա է, Եբրայեցիների 5:12-14-ը, բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, որոնց զգայարանները վարժողությամբ կրթված են, բարին և չարը զանազանելու։ Կարողանում ես բարին ու չարը զանազանել։ Ասում է, հլո, ասում ուզում եք գնաք հետ, կարոտում եք են կաթին։ Խնդրում եմ ամեն մեկը թող հիշի իրան այն ապաշխարության սկզբին, ինչքան լավ էր, երանելի էր, ամեն ինչ լավ էր, մի ուրախություն, մի խաղաղություն, մի երջանկություն էր, բոլորիս վրա ասեն, այն որ ծովը ծնկներներից էր, մի ուրիշ ուրախություն էր, բայց ինչ անենք, ասենք չէ այնտեղ լավ էր, մնանք այնտեղ, գնանք այնտեղ մնանք, թե հասունանանք, աճենք, որովհետև ավելի լավերը կա, մեզ ավելին է սպասվում են կողմում, առաջ գնացեք, դու կարող ես բարի սիրտ ունենաս, լավ գործեր անես, բայց էդի հասունության հետ այդքան էլ կապ չունի։ Հասունությունը փուլ առ փուլ անում։ Ու գիտեք ինչա կատարվում հասունացման ճանապարհին։ Հեշտ չի։ Ցավերով է, լացերով է, ծնկաչոք աղոթքներով է։ Հասունությունը այդ ժամանակ է գալիս։ Կարևորը, երբ որ իրավիճակի մեջ ենք ընկնում, ինչ ձև ենք վարվում մենք, ինչ ենք անում մենք։ Խռովում ես Աստծուց գնում ես, խռովում ես մարդկանցից գնում ես, թե գալիս ես ընկնում ես Տիրոջ ոտքերը։ Ասում ես Տեր, արի իրար հետ օգնի ինձ անցնենք այս ճանապարհը։ Եկեք բռնենք Տիրոջ ձեռքը, գնանք իր հետ։ Այն ճանապարհը, որ Աստված մեզ տվել է։ Փորձության ժամանակ, գիտեք, երբ որ ենթադրենք նեղած կոտ ես, ոնց ազատվես դրանից, ոնց հասկանաս, որ ազատվել ես, պիտի քեզ նեղացնեն, չէ, որ դու հասկանաս, փորձությունա, չէ, ու երբ որ դու հասկանում ես, որ չէ, դու այլևս չես նեղանում, դու հաղթանակի այդ բանն ես զգում, ուրախություն է գալիս քո վրա, որ դու մի բան ջնջել ես քո այդ վատ բնավորությունից, թող ոչ մի ճնշումներ քեզ Աստծուց չհեռացնեն, դու ինչի միջով էլ անցնես, վազի արի քեզ գցի Տիրոջ տունը, վազի Տիրոջ մոտ, այստեղ ուրիշ մթնոլորտ է։ Մենք ամեն մեկս անհատական հարաբերություն ունենք Աստծու հետ, բայց այս քաղցրությունը մի ուրիշ քաղցր, այն էլ է քաղցր, բայց այս էլ է շատ քաղցր։ Թող Աստված գործ անի քո հետ։ Ես ուզում եմ։ Մի հատ վերջերս բան կարդացի։ Շատ հետաքրքիր մի հատ պատմություն էր։ Ասում է մեկը, հավատացյալ մեկը, կարդում է Մաղաքիա մարգարեության 3:3 համարը։ Մաղաքիա 3:3 ասում է, եւ նա նստելու է իբրև արծաթ հալեցնող եւ մաքրող։ Աստված նստելու է իբրև արծաթ հալեցնող եւ մաքրող։ Մենք Աստծո ձեռքերում անոթներ ենք։ Ինքը նստելու է ու մեզ ձուլի։ Ու կարդալով ես հատվածը, տվյալ մարդը գնում է արծաթագործի մոտ տեսնալու այդ
արծաթագործության այդ արծաթի հալելու process-ը։ Գնում է ու ասում է, նայում է, չի ասում ինքը ինչի համար է եկել, ասում է հետաքրքրության համար եմ եկել։ Ասում է, լավ, ասում է, դե լցնում են հատուկ ամանի մեջ, արծաթը կամ ոսկին ու մտցնում են կրակի մեջ, ճիշտ է։ Մտցնում են ու այդ դե ինչ որ process-ներ է, ռեակցիաներ է գնում, եռում է այդ նյութը։ Ասում է, լավ, ո՞նց ես հասկանում, որ պատրաստ է արդեն, պիտի հանես կրակի միջից։ Գիտեք ինչ ասում արծաթագործը, ասում է ես իմ պատկերն եմ տեսնում այդտեղ։ Արծաթի մեջ տեսնում եմ իմ պատկերը։ Երբ որ մենք թույլ տանք Աստծուն, Աստված մեր կյանքում գործի մեզ փոխի, իր պատկերը մեր մեջ կերևա։ Աստծու արտացոլանքը կլինենք, ես և դու։ Բայց էդի չի երևա այնքան ժամանակ, մինչև Աստծու խանգարող բաներ կլինեն մեր կյանքում։ Գիտեք, ասում է, որ եռում է, ասում է ինչ-որ սենց անփայլ, ինչ-որ մակերևույթ է ունենում արծաթը։ Երբ որ այդ մակերևույթն էլ մաքրվում է, նոր փայլ է գալիս իրա վրա։ Արծաթն էլ, ոսկին էլ ինչ-որ բաներից ազատվում են, որ իրանք մաքուր դուրս գան։ Տիրոջ խոսքը ասում է զգույշ եղիր անձիդ, ինչպես նաև վարդապետությանդ։ Մենք ամեն մեկս, գիտեք, պարտադիր չի դու այստեղ կանգնես, որ վարդապետ լինես։ Դու Աստծո խոսքը տարածող մեկն ես։ Դու ո՞նց ես տարածում, ինչ ձև ես ցույց տալիս Աստծուն։ Քո միջոցով մարդիկ ինչպիսի Աստծու են ճանաչում, ինչ են տեսնում։ Ուզում եմ կանգնենք ոտքի ու աղոթենք ամեն մեկս մեր համար։ Ես որոշում ունեմ փոխվելու։ Ես որոշում ունեմ, ես չեմ արել, բայց անելու եմ, գրելու եմ տանը, իմ բնավորության այն գծերը, եթե մենք ապաշխարենք ու Աստված մեր ամբողջ վատ կողմերը բերեր ցույց տար մեզ, ասեր այսքանը պետքա փոխվես, բոլորս հետ կքաշվենք Աստծուց, որտեվ այնքան փոխվելու բան կա։ Երբ որ մենք հասունանում ենք, մեկ է հասկանում ենք, որ վայ, այս էլ է խանգարում Աստծուն։ Դրա հարցը լուծում ես, մեկ էլ հասունություն է գալիս։ Մեկ է դու ուրիշ բան ես տեսնում այդ հասունության մեջ։ Հետո այն մյուսը, Աստված այնքան ողորմած է, մեզ կեղտոտ, մերոտ, անլվա սիրում է, սենց ասեմ։ Բայց մեր սերն էլ մենք արտահայտում ենք, մեր փոխվելով, մեր Տիրոջը ճանաչելով, Տիրոջ հետ համագործակցելով։ Մենակդ ոչ մի բան չես կարող անես, այն ամենաստից բնավորության գծից է չես կարող ազատվես, մենակ Տիրոջ հետ։ Ես ուզում եմ փոխվեմ, ես ուզում եմ Տիրոջը հաճելի լինեմ, ու վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հենց այնպես չի գալիս այստեղ։ Ճիշտ է, այստեղ շատ հաճելի է, շատ լավ մթնոլորտ կա, բայց մեր նպատակն է երկինքը։ Մեր նպատակն է այս կյանքում, որ լինենք Տիրոջ արտացոլանքը։ Ես չեմ ուզում փայտ կավ այս տան մեջ, փայտ կամ կավ լինեմ։ Ես ուզում եմ այնպիսի անոթ լինեմ, որ Տերը ինձ կօգտագործի։ Փառք ես Տեր ջան, իրոք շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ խոսում ես, շնորհակալ եմ, որ կենթանի ես, Տեր։ Խնդրում եմ քեզ, Հայր, այսօր այստեղից ոչ մեկս ինձանից սկսած չգնանք դատարկ, որոշում կայացրած, ինչպիսի փոթորիկներ էլ որ գան, ասենք Տեր, դու ես մեր հույսն ու ապավենը, դու ես մեր ցողը, դու ես մեր շաղը, ինչ էլ որ լինի, ես քո ձեռքը բռնած եմ գնում,
Ես քո հետ եմ գնում ու արդեն հեշտ է իմ համար ամեն դժվարություն։ Խնդրում եմ քեզ Հիսուս, հպվես ամեն մեկիս, ցույց տաս մեր ամեն թերությունները, այն բնավորության գծերը, որոնք խանգարում են մեր հասունության մեջ։ Թող մենք հարատևենք մեր աղոթքներում, ընթերցանության մեջ, ծառայությունների մեջ, հայտնությունների մեջ, եւ դրանց հետ մեկտեղ կարողանանք փոխել մեզ, փոխել մեր բնավորության գծերը։ Արի մեր ներսը Տեր, ամեն վախեր թող գնան մեզանից, ամեն ծանրություններ թող գնան մեզանից Տեր, ամեն ավելորդը, որ կա մեր ներսում Տեր, դատարկի հենց հիմա Տեր, մենք դատարկում ենք քո առաջ, ու այդ դատարկության տեղը թող գա քո զորությունը Տեր, քո խիզախությունը, քո իմաստությունը Տեր, չլինի թե տարիքներս առնենք Տեր, բայց հոգևոր մանուկ մնանք, կատնակեր, մենք սրբում ենք մեր բերանից այդ կաթի հետքերը Տեր, այլևս կաթ չենք ուզում, հաստատուն կերակուր ենք ուզում Տեր, առաջնորդիր մեզ Տեր, բարձրացրու նոր մակարդակներ Տեր, տար մեզ Տեր, դու ես մեր առաջնորդը, տար մեզ Տեր, օրհնում եմ իմ ամեն քրոջն ու եղբորը Տեր, թող ոչ մեկի համար հենց այնպեսի խոսք չլինի այս խոսքը Տեր, ամեն մեկս նայենք մեզ ոչ թե կողքինին, սրբիր մեզ Տեր, հալացրու մեզ Տեր, որ քո պատկերը երևա մեզանում, շնորհակալ ենք քեզ Տեր, փառք ու պատիվ քեզ, որին դու հավիտյան արժան ես, շնորհակալ ենք քեզ, մեր երկնային Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն, ամեն, հալելույա, իրոք եկեք նայենք ամեն մեկս մեզ, ես որոշում ունեմ, այլևս չնայեմ կողքիններիս, չլինի, որ այն երկուսով գնանք, բոլորս նույն խոսքն ենք լսում, նույն ճանապարհն ենք անցնում, չլինի ես մնամ, դեգրադացիա ապրեմ, բայց կողքինս հասունանա, մեծ բաներ տեսնա, բոլորս ենք ուզում դա, բայց պետք է աշխատենք, աշխատանք է պետք, Տերը օրհնի ձեզ, գնացեք խաղաղությամբ, Տիրոջ սիրո, իմաստության ու խաղաղության մեջ, Տերը օրհնի ձեզ։